Դուք երբևէ մտածել եք, թե ինչու ձեր մի ծանոթը 80 տարեկան անգիր է մեջբերում բանաստեղծություններն ու հիշում է մանկության ամեն մանրուք, իսկ մյուսը արդեն 60-ում դժվարությամբ է հիշում, թե ինչ է կերել նախաճաշին։ Բանն ընդհանրապես տարիքում չէ։ Բանն այն է, որ շատ քչերը գիտեն մարդկային ուղեղի մի զարմանալի գաղտնիք, որը կարող է ժամանակը հետ շրջել եւ վերադարձնել ձեզ այն մտքի պարզությունը, ինչպիսին ունեիք երիտասարդության տարիներին։ Այսօր ես կբացահայտեմ այդ գաղտնիքը եւ անմիջապես զգուշացնում եմ։ Եթե այս տեսանյութը չդիտեք մինչև վերջ, մի քանի տարի անց կարող է պատահել, որ չճանաչեք ձեր թոռների դեմքերը։ Ես չեմ վախեցնում, ես ասում եմ ճշմարտությունը, որը հաստատված է հազարավոր մարդկանց վրա։ Ես բուժքույր Անահիտս կպատմեմ Ալեքսանդր Վիկտորովիչի պատմությունը։ Նա նյարդաբան է 35 տարվա փորձով Ռուսաստանում եւ Ուկրաինայում, եւ այն, ինչ այսօր կպատմեմ, փոխել է հարյուրավոր իմ հիվանդների կյանքը։ Մինչև վերջ մնացեք, սա կարող է փրկել ձեր հիշողությունը։ Թույլ տվեք սկսել մի պատմությունից։ Մի քանի ամիս առաջ ինձ մոտ ընդունելության եկավ մի կին Վալենտինա Իվանովնա անունով։ Նա 69 տարեկան է, ապրում է Քիևի մոտ գտնվող փոքր քաղաքում։ Նրան բերել էր դուստրը, որովհետև ինքը Վալենտինա Իվանովնան արդեն վախենում էր միայնակ դուրս գալ տնից։ Ինչու էր նա մոռանում տուն վերադառնալու ճանապարհը։ Մոռանում էր հարևանների անունները, որոնց հետ շփվել էր 20 տարի։ Չէր կարողանում հիշել գազը անջատել է թե ոչ։ Ամեն առավոտ նրա համար տանջանք էր։ Նա լաց էր լինում վախից, որ կորցնում է ինքն իրեն։ Դուստրը նստած էր իմ դիմաց կարմրած աչքերով եւ հարցնում էր. «Բժիշկ, սա անշրջելի է, մայրս հեռանում է մեզանից»։ Ես նայեցի հետազոտությունների արդյունքներին։ Ոչ մի լուրջ պաթոլոգիա, պարզապես ուղեղը աստիճանաբար կորցնում էր իր ուժը, ինչպես մկանները առանց մարզման։ Եվ ես ասացի նրանց մի բան, որը ցնցեց երկուսին էլ. «Վալենտինա Իվանովնա, ձեր ուղեղը կարելի է վերադարձնել հետ, բայց դրա համար դուք պետք է աշխատեք։ Ամեն օր ընդամենը 1 րոպե, եւ մի քանի ամիս անց դուք ինքներդ ձեզ չեք ճանաչի»։ Գիտեք ինչ եղավ կես տարի անց։ Վալենտինա Իվանովնան եկավ ինձ մոտ վերահսկողական զնման, ինքնուրույն, առանց դուստրեր։ Նստեց դիմացս եւ ժպիտով ասաց. «Բժիշկ, ես 3 տորտ թխեցի մի բաղադրատոմսով, որը չէի պատրաստել արդեն 20 տարի, եւ հիշում եմ յուրաքանչյուր բաղադրիչը, նույնիսկ թե քանի գրամ ալյուր էր պետք»։ Նրա դուստրը ինձ հաղորդագրություն ուղարկեց. «Շնորհակալություն ձեզ, դուք վերադարձրեցիք մեզ մեր մորը։ Սա հրաշք չէ, սա գիտություն է, սա նեյրոպլաստիկություն է, ուղեղի ունակությունը վերականգնվելու եւ նոր կապեր ստեղծելու ցանկացած տարիքում։ Եվ այսօր ես ձեզ կսովորեցնեմ, թե ինչպես օգտագործել այդ ուժը։ Ընկերներ, նախքան սկսելը մի բան եմ խնդրում. բաժանորդագրվեք ալիքին եւ դրեք լայք։ Սա տևում է վայրկյաններ, բայց օգնում է ինձ այս գիտելիքները կիսել ավելի շատ մարդկանց հետ։ Իսկ մեկնաբանություններում գրեք, թե որ քաղաքից կամ երկրից եք դիտում այս տեսանյութը։ Ինձ համար կարևոր է իմանալ, որ ես օգնում եմ մարդկանց ամբողջ աշխարհում։ Համաձայն եք։ Այն ժամանակ սկսենք։ Շատ մարդիկ կարծում են, որ տարիքով հիշողության կորուստը նորմալ է։ Ինչ անենք, ծերությունը ուրախություն չէ, ասում են նրանք։ Եվ սա ամենավտանգավոր սխալն է, որը կարող եք անել, որովհետև ուղեղը ոսկոր չէ, որ տարիքով դառնա փխրուն։ Ուղեղը մկան է։ Եվ ինչպես ցանկացած մկան, այն կարիք ունի մարզման։ Առանց մարզման այն թուլանում է, բայց ճիշտ մարզմով կարող է դառնալ ավելի ուժեղ, քան երբևէ։ Նույնիսկ 70-ում, նույնիսկ 80-ում, նույնիսկ 90-ում։ Մոսկվայի պետական համալսարանի գիտնականները լայնածավալ հետազոտություն են անցկացրել։ Նրանք վերցրել են 65 տարեկան մարդկանց եւ բաժանել 2 խմբի։ Առաջին խումբը ոչինչ չէր անում, պարզապես ապրում էր սովորական կյանքով։ Երկրորդ խումբը կատարում էր ուղեղի համար պարզ վարժություններ, ամեն օր ընդամենը 1 րոպե։ Գիտեք ինչ ցույց տվեցին արդյունքները 6 ամիս անց։ Երկրորդ խմբի հիշողությունը բարելավվեց 28%-ով, ուշադրության կենտրոնացումը 22%-ով, հավասարակշռությունն ու կոորդինացիան 35%-ով։ Իսկ ամենաազդեցիկը ուղեղի տոմոգրաֆիան ցույց տվեց, որ նրանց մոտ ավելացել է նեյրոնային կապերի քանակը։ Ուղեղը բառացիորեն երիտասարդանում էր։ Պատկերացրեք, ձեր ուղեղը բաղկացած է միլիարդավոր նեյրոններից, նյարդային բջիջներից։ Այս բջիջները միմյանց հետ շփվում են հատուկ կամուրջների միջոցով, սինապսներով։ Որքան շատ են այդ կամուրջները, այնքան լավ է աշխատում ձեր ուղեղը։ Երբ ոչինչ չեք անում, այդ կամուրջները քանդվում են։ Երբ մարզում եք ուղեղը, դուք կառուցում եք նոր կամուրջներ։ Եվ ամենակարևորը, դուք կարող եք դա անել ցանկացած տարիքում։ Սա է նեյրոպլաստիկությունը։ Այժմ ամենահետաքրքիր մասը։ Ես ձեզ կպատմեմ 5 վարժությունների մասին, որոնք տալիս եմ իմ բոլոր հիվանդներին։ Այս վարժությունները փորձված են ժամանակով եւ հազարավոր մարդկանց կողմից։ Դրանք աշխատում են, դրանք պարզ են եւ դրանք տևում են ընդամենը 1 րոպե։ Բայց նախքան սկսելը ուզում եմ զգուշացնել. մի բաց թողեք ոչ մի վարժություն։ Բոլոր 5-ը միասին են աշխատում, ինչպես նվագախումբը։ Հեռացրեք մեկ գործիք եւ երաժշտությունն արդեն նույնը չէ։ Դիտեք մինչև վերջ, որովհետեւ վերջում ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես բոլոր 5 վարժությունները միավորել մեկ հզոր առավոտյան ռուտինում։ Առաջին վարժությունը կոչվում է մատների գիմնաստիկա։ Ինչու հենց մատները։ Որովհետև ձեր ուղեղում կա հսկայական գոտի, որը պատասխանատու է մատների կառավարման համար։
Այդ գոտին կոչվում է շարժողական կեղև։ Երբ դուք մատները շարժում եք անսովոր ձևով, դուք ստիպում եք այդ գոտուն աշխատել ավելի ինտենսիվ, իսկ երբ ուղեղը աշխատում է, այն կառուցում է նոր կապեր։ Պատմեմ ձեզ մի պատմություն։ Սանկտ Պետերբուրգում ապրում է Տամարա Պետրովնան, 74 տարեկան։ Երբ նա եկավ ինձ մոտ, նրա գլխավոր բողոքը այն էր, որ չէր կարողանում գդալ պահել։ Ձեռքերը դողում էին, մատները չէին ենթարկվում։ Նա դադարել էր պատրաստել, դադարել էր գործել։ Իսկ գործելը նրա սիրելի զբաղմունքն էր ամբողջ կյանքում։ Ես նրան տվեցի մատների համար մի պարզ վարժություն։ Նա այն անում էր ամեն օր 30 վայրկյան։ 2 շաբաթ անց նա զանգահարեց ինձ եւ ասաց. «Բժիշկ, ես շալ եմ գործել թորանս համար»։ Մի ամիս անց նա արդեն պատրաստում էր ճաշ ամբողջ ընտանիքի համար։ Իսկ 3 ամիս անց նա բացեց փոքր բիզնես, սկսեց վաճառել գործված խաղալիքներ տոնավաճառում, 74 տարեկանում։ Ահա թե ինչպես անել այս վարժությունը։ Բարձրացրեք 2 ձեռքերը ձեր առաջ։ Հիմա միացրեք աջ ձեռքի մեծ մատը ձախ ձեռքի ճկույթի հետ։ Միաժամանակ միացրեք ձախ ձեռքի մեծ մատը աջ ձեռքի ճկույթի հետ։ Ստացվում է խաչ։ Հիմա արագ փոխեք։ Աջ ձեռքի մեծ մատը ձախ ճկույթի, ձախ մեծ մատը աջ ճկույթի։ Եվ նորից։ Սկզբում դժվար կլինի, մատները կխառնվեն, սա նորմալ է։ Սա նշանակում է, որ ուղեղը սովորում է։ Կատարեք այս վարժությունը 30 վայրկյան։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ նման վարժությունը մեծացնում է ուղեղի արյան հոսքը 15%-ով, արդեն 1 րոպեում։ Փորձեք հենց հիմա, մի շտապեք։ Գլխավորը ճշգրտությունն է, ոչ թե արագությունը։ 1, 3, փոխեցինք։ 1, 3, փոխեցինք։ Զգացեք, թե ինչպես է գլուխը դառնում ավելի պարզ։ Սա աշխատում է։ Երկրորդ վարժությունը լեզվի գիմնաստիկա։ Դուք կզարմանաք, բայց լեզուն անմիջականորեն կապված է ձեր ուղեղի խոսքի կենտրոնի հետ, իսկ խոսքի կենտրոնը կապված է հիշողության հետ։ Երբ դուք մարզում եք լեզուն, դուք մարզում եք հիշողությունը։ Պատմություն իմ պրակտիկայից։ Միխայիլ Սերգեևիչը, 67 տարեկան, Խարկովից։ Նա բողոքում էր, որ չի կարողանում խոսակցության մեջ բառեր ընտրել։ Սկսում էր նախադասությունը եւ մոռանում, թե ինչ էր ուզում ասել։ Թորները ծիծաղում էին նրա վրա։ Պապիկ, դու նորից խափանվեցիր։ Նրան ամաչեցնում էր։ Նա դադարեց գնալ հյուրեր, դադարեց շփվել ընկերների հետ։ Ես ցույց տվեցի նրան լեզվի համար վարժություն։ Մի ամիս անց նա եկավ ինձ մոտ եւ ասաց. «Բժիշկ, ես 2 ժամ խոսեցի թորների հետ ֆուտբոլի մասին եւ ոչ մի անգամ չմոռացավ ոչ մի բառ»։ Նրա հարսը ինձ գրեց. «Շնորհակալություն ձեզ»։ Սկսեց պատմել այնքան հետաքրքիր պատմություններ իր երիտասարդությունից։ Մենք նույնիսկ չգիտեինք, թե ինչքան հագեցած կյանք է ունեցել։ Ահա վարժությունը։ Բացեք բերանը։ Լեզվի ծայրով դանդաղ անցկացրեք վերին ատամների հետևի կողմից, ձախ եզրից դեպի աջ։ Հետո նույնը ստորին ատամների վրայով, նույնպես ձախից աջ։ Հիմա դուրս բերեք լեզուն եւ դանդաղ շրջանաձև շարժում արեք ժամացույցի սլաքի ուղղությամբ։ 1, 2, 3, 4, 5 շրջան։ Հիմա հակառակ ուղղությամբ, եւս 5 շրջան։ Եվ վերջապես լեզուն սեղմեք քիմքին եւ 10 անգամ կտացրեք լեզվով։ Կտ, կտ, կտ։ Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները ապացուցել են, որ նման շարժումները մեծացնում են ուղեղի խոսքային կենտրոնների արյան հոսքը 20%-ով։ Հատկապես 65 տարեկանից բարձր մարդկանց մոտ։ Եկեք փորձենք միասին։ Լեզվով շփեք վերին ատամները, նուրբ, ոչ ուժեղ։ Հիմա ստորինները։ Հանեք լեզուն եւ պտտեք ժամացույցի սլաքի ուղղությամբ։ 1, 2, սերկ, 4, 5։ Հիմա հակառակ ուղղությամբ։ 1, 2, սերկ, 4, 5։ Իսկ հիմա կտտացրեք։ 1, 2, սերկ, 4, 5, 6, 7, 8, 9, 10։ Զգացեք թարմություն բերանում։ Զգացեք, թե ինչպես է գլուխը բարձվել։ Շարունակում ենք։ Երրորդ վարժությունը։ Պարանոցի պտույտներ։ Սա պարզապես տաքացում չէ։ Սա ուղեղի արյան մատակարարման բանալին է։ Ձեր պարանոցով անցնում են 2 հիմնական զարկերակներ, քնային զարկերակները։ Դրանք ուղեղին մատակարարում են անհրաժեշտ արյան 80%-ը։ Երբ դուք անում եք մեղմ պտույտներ պարանոցով, դուք բարելավում եք այդ զարկերակների էլաստիկությունը եւ արդյունքում ավելի շատ արյուն է հասնում ուղեղին, ավելի շատ թթվածին, ավելի շատ սննդանյութեր։ Ելենա Վասիլևնան 71 տարեկան, Նովոսիբիրսկից։ Նա տարապում էր մշտական գլխապտույտներից, հատկապես առավոտյան, բարձրանում էր անկողնուց եւ սենյակը պտտվում էր։ Նա վախենում էր դուրս գալ տնից, վախենում էր ընկնել։ Ես ցույց տվեցի նրան պարանոցի վարժություններ։ Նա դրանք անում էր ամեն առավոտ 1 րոպե։ 3 շաբաթ անց գլխապտույտները նվազեցին, 2 ամիս անց դրանք գրեթե անհետացան, իսկ 3 ամիս անց նա զանգահարեց ինձ եւ ասաց. «Բժիշկ, ես 3 ընկերուհիների հետ 2 ժամ զբոսնում էի եւ ոչ մի անգամ գլուխս չպտտվեց»։ Նրա դուստրը ասաց ինձ. «Մայրս դարձել է լրիվ ուրիշ մարդ, կենթանի, ուրախ, ակտիվ։ Շնորհակալություն ձեզ»։
Ահա թե ինչպես անել այս վարժությունը։ Նստեք ուղիղ, ուսերը թուլացրեք։ Դանդաղ շրջեք գլուխը աջ։ Ոչ մինչև վերջ, պարզապես հարմար անկյան վրա։ Մնացեք այդ դիրքում 5 վայրկյան։ 1, 2, սերկ, 4, 5։ Հիմա վերադարձեք կենտրոն։ Շրջեք գլուխը ձախ։ Կրկին մնացեք 5 վայրկյան։ 1, 2, սերկ, 4, 5։ Հիմա զգուշորեն թեքեք գլուխը հետ։ Նայեք առաստաղին։ 5 վայրկյան։ Մի չափազանցեք, արեք մեղմ։ 1, 2, սերկ, 4, 5։ Հիմա թեքեք գլուխը առաջ։ Կզակը կրծքին։ 5 վայրկյան։ 1, 2, սերկ, 4, 5։ Եվ վերջապես դանդաղ պտտեք գլուխը ժամացույցի սլաքի ուղղությամբ։ 1 մեծ շրջան 10 վայրկյանում։ Իսկ հիմա հակառակ ուղղությամբ։ Եվս 1 շրջան։ Տոկիոյի բժշկական համալսարանի հետազոտությունները ցույց են տվել, որ նման շարժումները մեծացնում են ուղեղի արյան հոսքը 25%-ով, հատկապես ճակատային մասում, ուղեղի այն մասում, որը պատասխանատու է պլանավորման եւ որոշումների ընդունման համար։ Եկեք փորձենք միասին։ Մեջքը ուղիղ, ուսերը թուլացած։ Շրջում ենք գլուխը աջ։ 1, 2, 3, 4, 5։ Կենտրոն։ Ձախ։ 1, 2, 3, 4, 5։ Հետ։ 1, 2, 3, 4, 5։ Առաջ։ 1, 2, 3, 4, 5։ Ժամացույցին սուլաքի ուղղությամբ դանդաղ եւ հակառակ։ Զգացեք թեթևություն պարանոցում։ Զգացեք պարզություն։ Հրաշալի։ 4-րդ վարժությունը։ Հավասարակշռության մարզում։ Դուք կասեք. Ինչ կապ ունի սա հիշողության հետ։ Պատասխանում եմ։ Հավասարակշռությունը վերահսկվում է փոքր, բայց շատ կարևոր ուղեղի մասի՝ կեղևիկի կողմից։ Կեղևիկը ոչ միայն օգնում է ձեզ պահել հավասարակշռությունը, այլ նաև համակարգում է ամբողջ ուղեղի աշխատանքը։ Այն կապված է հիշողության, կենտրոնացման, էմոցիաների հետ։ Երբ դուք մարզում եք կեղևիկը, դուք մարզում եք ամբողջ ուղեղը։ Անատոլի Միխայլովիչը, 73 տարեկան, Կրասնոդարից։ Նա բողոքում էր, որ սկսել է ճոճվել քայլելիս, հատկապես գիշերը, երբ վեր էր կենում զուգարան գնալու։ Նա բռնվում էր պատերից, կահույքից, մի անգամ ընկավ եւ ջարդեց ծունկը։ Դրանից հետո նա սկսեց վախենալ քայլել մթության մեջ, սկսեց քիչ շարժվել, եւ դրանից հիշողությունը դարձավ ավելի վատ։ Ես նրան տվեցի հավասարակշռության վարժություն։ 1.5 ամիս անց նա եկավ ինձ մոտ եւ ասաց. «Բժիշկ, ես 3 գիշեր զուգարան գնացի առանց լույսի եւ ոչ մի անգամ չսայթաքեցի»։ 3 ամիս անց նրա կինը ասաց ինձ. «Ամուսինը սկսել է ավելի պարզ մտածել, թերթ է կարդում եւ ամեն ինչ հիշում է։ Նույնիսկ շախմատ է խաղում ընկերների հետ ավելի լավ, քան առաջ»։ Ահա վարժությունը։ Վեր կանգնեք ուղիղ, ոտքերը ուսերի լայնությամբ։ Եթե վախենում եք կորցնել հավասարակշռությունը, կանգնեք պատի կամ աթոռի մոտ, որպեսզի կարողանաք բռնվել։ Հիմա բարձրացրեք աջ ոտքը եւ կանգնեք ձախ ոտքի վրա 10 վայրկյան։ Եթե ձեզ ճոճում է, դա նորմալ է։ Սա նշանակում է, որ կեղևիկը սովորում է։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10։ Նվազեցրեք։ Հիմա բարձրացրեք ջախ ոտքը եւ կանգնեք աջի վրա։ Կրկին 10 վայրկյան։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10։ Իսկ հիմա բարդացնենք։ Փակեք աչքերը, բարձրացրեք աջ ոտքը։ Կանգնեք 5 վայրկյան։ Եթե զգում եք, որ ընկնում եք, բացեք աչքերը եւ բռնվեք հեներանից։ Անվտանգությունը առաջին հերթին։ 1, 2, 3, 4, 5։ Հիմա ձախ ոտքը, աչքերը փակ։ 1, 2, 3, 4, 5։ Ջոն Հոփքինսի բժշկական դպրոցի հետազոտությունները ցույց են տվել, որ նման վարժությունները մեծացնում են նեյրոնային կապերի քանակը գեղևիկում 30%-ով եւ ազդեցությունը տևում է 24 ժամ։ Եկեք փորձենք։ Ոտքերը ուսերի լայնությամբ, աջ ոտքը վեր։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10։ Ձախ ոտքը 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10։ Հիմա փակ աչքերով, եթե կարող եք։ Աջ ոտքը 1, 2, 3, 4, 5։
Ձախ ոտքը 1, 2, 3, 4, 5 Հրաշալի, զգացեք կայունություն, զգացեք պարզություն գլխում։ Շարունակում ենք։ Եվ վերջապես 5-րդ վարժությունը։ Ամենաուժեղը։ Ես այն կոչում եմ համալիր ռիթմիկ վարժություն։ Ինչու ամենաուժեղը։ Որովհետև այն միաժամանակ ակտիվացնում է ուղեղի մի քանի հատվածներ։ Սա այնպիսին է, կարծես դուք մարզում եք բոլոր մկանային խմբերը մեկ վարժությամբ։ Վիկտոր Ալեքսանդրովիչը, 78 տարեկան, Մոսկվայից, նրան մոտ դեմենցիայի սկզբնական փուլ էր։ Նա նույն արտահայտությունները կրկնում էր 10 անգամ, մոռանում էր, թե ինչ էր եղել երեկ, խառնում էր թորների անունները։ Ընտանիքը խուճապի մեջ էր, նորահարսը լաց էր լինում ընդունելության ժամանակ։ Բժիշկ, մենք կորցնում ենք նրան։ Ես նրան տվեցի այս վարժությունը։ Նա այն անում էր ամեն օր 1 րոպե։ Մի ամիս անց ասաց, ես սկսեցի հիշել թորներիս անունները։ 2 ամիս անց նորահարսը ասաց, ազգականը սկսեց պատմել երիտասարդության պատմություններ, այնքան մանրամասն, որ մենք լսում ենք, կարծես ֆիլմ է։ 3 ամիս անց մենք կրկին անցկացրինք հետազոտություն։ Բժիշկը, որը նայում էր արդյունքները, ասաց, ես չեմ հավատում իմ աչքերին, դեմենցիայի զարգացումը կանգ է առել։ Որոշ ցուցանիշներ նույնիսկ բարելավվել են։ Վիկտոր Ալեքսանդրովիչը 78 տարեկան է, եւ նրա ուղեղը սկսեց աշխատել ավելի լավ, քան 1 տարի առաջ։ Ահա թե ինչպես անել այս վարժությունը։ Նստեք կամ կանգնեք, ինչպես ձեզ հարմար է։ Աջ ձեռքով սկսեք թեթևակի թակել ծնկին ռիթմով՝ տուկ-տուկ, տուկ-տուկ։ Միաժամանակ ձախ ձեռքով օդում նկարեք մեծ շրջան։ Եվ այդ ընթացքում բարձրաձայն հաշվեք. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 եւ նորից 1, 2, 3, 4, 5 Կատարեք սա 30 վայրկյան։ Սկզբում շատ դժվար կլինի, ձեռքերը կխառնվեն, դուք կշփոթվեք հաշվելուց։ Սա նորմալ է, սա նշանակում է, որ ուղեղը կառուցում են նոր կապեր։ Հարվարդի եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի համատեղ հետազոտության համաձայն այս վարժությունը միաժամանակ ակտիվացնում է ուղեղի 5 հիմնական գոտիները։ Սա միակ վարժությունն է, որը դա անում է այսքան արդյունավետ։ Եկեք փորձենք։ Աջ ձեռքը թակում է ծնկին, ձախ ձեռքը նկարում է շրջան։ Հաշվում ենք բարձրաձայն։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 1, 2, 3, 4, 5 Եթե դժվար է, սկսեք մաս-մաս։ Սկզբում պարզապես թաքեք աջ ձեռքով եւ հաշվեք։ Հետո ավելացրեք ձախ ձեռքի շրջանները։ Գլխավորը մի հանձնվեք։ Արդյունքը զարմանալի է։ Արդեն 30 վայրկյանից դուք կզգաք, թե ինչպես է գլուխը պարզվում։ Հիմա ամենակարևորը։ Ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես միավորել բոլոր 5 վարժությունները մեկ առավոտյան ռուտինում։ Սա կպահանջի ընդամենը 1 րոպե, բայց այդ րոպեն կփոխի ձեր կյանքը։ Պատրաստ եք։ Սկսում ենք։ Սկզբում մատների գիմնաստիկա։ Աջ ձեռքի մեծ մատը ձախ ճկույթը։ Ձախ ձեռքի մեծ մատը աջ ճկույթին։ Արագ փոխում ենք։ 10 վայրկյան։ 1, 2, սերեք, փոխեցինք։ 1, 2, սերեք, փոխեցինք։ Հիմա լեզվի գիմնաստիկա։ Լեզվով շփեք վերին ատամները, հետո ստորինները։ Պտտեք լեզուն շրջանաձև։ 5 անգամ ժամացույցի սլաքի ուղղությամբ, 5 անգամ հակառակ։ Կտտացրեք 10 անգամ, 10 վայրկյան։ Հիմա պարանոց։ Շրջում աջ, շրջում ձախ, հետ, առաջ։ Շրջան ժամացույցի սլաքի ուղղությամբ, շրջան հակառակ, 15 վայրկյան։ Հիմա հավասարակշռություն։ Աջ ոտքը վեր, 5 վայրկյան։ Ձախ ոտքը վեր, 5 վայրկյան։ Եթե կարող եք, փակ աչքերով, 10 վայրկյան։ Եվ վերջապես համալիր վարժություն։ Աջ ձեռքը թակում է, ձախ ձեռքը նկարում է շրջան։ Հաշվում ենք բարձրաձայն մինչև 30 վայրկյան։ Ահա եւ վերջ, 1 րոպե։ Դուք հենց նոր գործարկեցիք ուղեղի երիտասարդացման գործընթացը։ Կատարեք սա ամեն առավոտ, ամեն օր, եւ 1 ամիս անց դուք ինքներդ ձեզ չեք ճանաչի։ Մի քանի կարևոր խորհուրդներ։ Առաջին. վարժությունները կատարեք նույն ժամին։ Ամենալավը առավոտյան, անմիջապես արթնանալուց հետո։ Երկրորդ. մի ձգտեք կատարելության։ Սխալները նորմալ են։ Գլխավորը կանոնավորությունը։ Երրորդ. վարժությունները կատարեք ընտանիքի հետ։ Թորների հետ սա եւ զվարճալի է եւ օգտակար բոլորի համար։ Չորրորդ. վարեք օրագիր։ Գրեք ամսաթիվը, ձեր տրամադրությունը, ինչ նկատեցիք։ 1 ամիս անց կարդացեք
եւ դուք կզարմանաք, թե որքան եք փոխվել։ Եթե դեռ կասկածում եք, ահա փաստերը։ Մոսկվայի պետական համալսարանի 2023 թվականի հետազոտություն, 1200 մարդ, 65 տարեկանից բարձր։ 6 ամիս ամենօրյա վարժության։ Արդյունքները +28% հիշողության թեստերում, +35% հավասարակշռության թեստերում, +22% կենտրոնացման թեստերում։ Ուղեղի տոմոգրաֆիան ցույց տվեց սպիտակ նյութի խտության աճ։ Սա նշանակում է, որ նեյրոնների միջև կապերը դարձել են ավելի ուժեղ։ Ուղեղը բառացիորեն երիտասարդացել է։ Կարևոր զգուշացում. Եթե ունեք խնդիրներ պարանոցի ողնաշարի հետ, եղեք զգույշ պարանոցի վարժությունների հետ, կատարեք դրանք շատ մեղմ կամ բաց թողեք։ Եթե ունեք հավասարակշռության խնդիրներ, անպայման բռնվեք հենարանից։ Եթե զգաք անհարմարություն կամ ցավ, կանգ առեք եւ խորհրդակցեք բժշկի հետ։ Անվտանգությունը առաջին հերթին։ Ընկերներ, ես տեսել եմ հազարավոր մարդկանց, ովքեր փոխել են իրենց կյանքը այս վարժությունների շնորհիվ։ Սա պատահականություն չէ, սա գիտություն է։ Մի ընդունեք հիշողության վատթարացումը որպես նորմ։ Նույնիսկ 90 տարեկանում ուղեղը կարող է սովորել եւ վերականգնվել։ Բանալին կանոնավորությունը։ Ամեն օր 1 րոպե եւ ձեր կյանքը կփոխվի։ Առաջին շաբաթը կարող է լինել անհարմար։ Վարժությունները դժվար կտրվեն, բայց արդեն երկրորդ շաբաթից դուք կզգաք փոփոխությունները։ Գլուխը կդառնա պարզ, բառերը կհեշտանան։ Դուք կսկսեք հիշել մանրուքներ, որոնք առաջ մոռանում էիք, իսկ 1 ամիս անց ձեր ընտանիքը կնկատի տարբերությունը։ Նրանք կասեն. «Դու դարձել ես ուրիշ մարդ»։ Եթե այս տեսանյութը օգտակար էր ձեզ համար, խնդրում եմ դրեք լայք, բաժանորդագրվեք ալիքին, միացրեք ցանուցումները, որպեսզի բաց չթողնեք նոր տեսանյութերը։ Եվ ամենակարևորը, կիսվեք այս տեսանյութով նրանց հետ, ում դա անհրաժեշտ է՝ ծնողների, տատիկների եւ պապիկների, ընկերների հետ։ Տեղադրեք հղումը խմբերում, ուղարկեք ընտանեկան չաթում։ Հնարավոր է դուք փրկեք ինչ-որ մեկի հիշողությունը, հնարավոր է դուք փոխեք ինչ-որ մեկի կյանքը։ Իսկ մեկնաբանություններում գրեք. «Սկսում եմ այսօր»։ Այս երկու բառերը շատ կարևոր են։ Երբ դուք գրում եք դրանք, դուք պարտավորություն եք ստանձնում։ Դուք ասում եք ինքներդ ձեզ եւ ուրիշներին. «Ես անում եմ սա, եւ ես սպասում եմ ձեր արձագանքներին 1 ամիս անց»։ Գրեք, թե ինչ է փոխվել, ինչ նկատեցիք։ Ձեր պատմությունները կոգեշնչեն հազարավոր մարդկանց։ Ես շարունակելու եմ կիսվել ձեզ հետ իմ 35 տարվա փորձից ստացած գիտելիքներով։ Ամեն շաբաթ նոր տեսանյութ առողջության, ուղեղի, երկարակեցության մասին։ Մնացեք ինձ հետ։ Միասին մենք ձեր ծերությունը կդարձնենք ոչ թե մարելու, այլ իմաստության, պարծության եւ ուրախության ժամանակ։ Շնորհակալություն, որ դիտեցիք մինչև վերջ։ Ես հպարտանում եմ ձեզնով։ Դուք արեցիք առաջին քայլը։ Հիմա կարևոր է անել երկրորդը։ Հենց հիմա մի հետաձգեք, վեր կացեք, բարձրացրեք ձեռքերը եւ սկսեք մատների գիմնաստիկայից։ Հենց հիմա մեկ փոքր քայլ, եւ դուք մեծ փոփոխությունների ճանապարհին եք։ Մաղթում եմ ձեզ առողջություն, պարզ միտք եւ երկար տարիների երջանիկ կյանք։ Հիշեք, տարիքը պարզապես թիվ է, իսկ ձեր ուղեղը կարող է լինել երիտասարդ ցանկացած տարիքում։ Սկսեք այսօր, սկսեք հենց հիմա։ Հանդիպում ենք հաջորդ տեսանյութում, ընկերներ։ Խնամեք ինքներդ ձեզ եւ հիշեք, ձեր ուղեղը գանձ է։ Խնամեք նրան։